Պարոն Սասունյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը։ Եվ այսպես Ալիևի վերջին հայտարարությունները խնդրում եմ մեկնաբանել, ըստ էության իրենք այլևս պատասխանում են Նիկոլ Փաշինյանի չակերտավոր խաղաղությանը, այն է քարտեզների վրա գոյություն չունի Սևանալիճ, Գյոյչա են իրենք դա անվանում, այն է, որ իրենք վերադառնալու են իրենց չակերտներում մեզ համար պատմական հողեր, այն է, որ ադրբեջանցիներից պետք չէ վախենալ, իրենք տանկերով չեն գալու, մեքենաներով են գալու, իսկ ադրբեջանցի падգամավորը կարծեմ Օրջուն էր ազգանունը, թե ինչ խոսում էր այն մասին, որ երբ մի օր Ադրբեջանի առաջնորդի ելույթը կլսեք Երևանից, իմացեք, որ դա պատմական է լինելու այն մասով, որ Կովկասը Ալիևը վերադարձնում է Պետրոս առաջինից։ Խնդրեմ այս ամեն ինչի հետ կապված ձեր գնահատականը։ Այո, այս բոլորը ցավալի են անշուշտ, բայց հասկանալի, որտեվ Ալիևը տեսնում է, որ Փաշինյանը պատրաստ է զիջելու ամեն ինչ, եւ բաժար չկա, որ Ալիևը կանգ առնի որևէ մեկտեղ, շարունակելու է իր բանջները, նոր զիջումներ բանջելով, եւ Ալիև ամենին եւ Փաշինյան ամենին այո է ասում, եւ տեսնում ենք սահմանադրություն փոխել, Պաշտպանության նախարարության բյուջեն գրջադել, Հայաստանի գնաց զենքերը ետ ուղարկել իրենց ծախողներին եւ այլն եւ այլն, ուրեմն այսպես շարունակ եւ Ալիևը երբեք չի ཐակցնում իր իսկական նպատակները, շատ անգերց ասում է Հայաստան Հանրապետություն գոյություն չունի, Արևմտյան Ադրբեջան է, ոչ միայն Սևանալիճը Սևան չէ, այլ ամբողջ հողատարածքը Հայաստանի ազերական հող է, պատմական Ադրբեջան է, ինչ որ լրիվ անշուշտ եւ յազիք է, որովհետեւ Ադրբեջան գոյություն չուներ մինչեւ 100 տարի առաջ, եւ այսպես շարունակ, եւ Ալիևը տեսնում է, որ դիմացը մի մարդ կա, որ ոչ միայն զիջումներ է անում, այլ թույլ մարդ է, եւ գրջադում է Պաշտպանության նախարարության բյուջեն, ինչ որ Ալիևը ուզում էր որ անի եւ արեց, եւ ինչ վերաբերում է վերջին խոսքին, որ մենք տանկերով չենք գալու, Ալիևը ասել է, այլ ավտոներով, այո, այդ շատ անգերց եւ ճիշտ նշмарում է, որտեւ նշում է, որտեւ if այդպես շարունակենք, Հայաստանը բանակ չի ունենալու, արդեն բանակի 2 տարվա ծառայությունը գրջադել են 18 ամսին եւ բյուջենը գրջադել են, ուրեմն այո, Ալիևը շատ անգերց ուղիղ ասում է, որ մենք պիտի ավտոները նստենք եւ Երևան մտնենք, որովհետեւ որևէ թիմադրություն չեն դեսնելու, որևէ հայկական բանակ որ թիմադրի Պաշտպանի Հայաստանի սահմանները, ինչպես որ տեսնում ենք, որ 2021-ից ի վեր Ազերի բանակը նստել է Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս եւ Փաշինյանը ասում է, որ ես ոչ մի բան չեմ անելու, որ ազերիներին դուրս շպրտեմ Հայաստանի սահմաններից, մի բան որ Հայաստանի վարչապետի սահմանադրական բարդականությունն է, բայց այդ էլ ամեն օր մի նոր բան ենք գործնում ավելի ու ավելի, իսկ Թշնամին Ադրբեջանը լինում է շատ ավելի անփարդավան եւ բանջկոտ եւ այսպես շարունակ, մինչեւ որ այլևս բան չմնա, որ չբանջի։ Խոսում են նաև այն մասին, որ Զանգեզուրի միջանցքը ինչ մեծ հեռանկարներ է տալու իրենց վերջերս Թուրքիայի դեսպանները Ադրբեջանում խոսում, խնդրեմ միջանցքի հետ կապված իրենք ինչ են նախաձեռնում։ Այո, միջանցքի մի այլ փորձանք է մեր գլխին, որտեղ ինչպես բոլորս իմանում ենք, մի 100 տարի առաջ այդ ճանապարհին անունը թուրքերը դրել էին Թուրանի ճանապարհ եւ իրենց երազն էր, որ մի օր ունենան մի ճանապարհ Թուրքիայից մինչեւ Արևելյան Ասիա, թուրքական հանրապետություններ եւ այսքան տարի չէին կարող մի բան անել, մինչեւ որ Փաշինյանը եկավ եւ սկսավ ամեն ինչ դալ եւ հիմա թուրքերը շատ ուրախ են, որովհետեւ մեծ երազներ ունեն, որ թուրքական ապրանքները կարող են Հայաստանի վրա ուղարկել մինչև Թուրքմենստան,
Ղազախստան եւ այլն եւ մեծ բիզնես անել, իսկ մենք ոչ մի բան չենք ստանալու, նաեւ նախին հարցումին մոռացա պատասխանելու, որ Ալիև որ ներողություն Փաշինյանը անընդհատ խոսում է խաղաղության մասին, խաղաղությունը արդեն գա ասում է, խաղաղությունը լավ է, բայց ոչ մի խաղաղություն չկա, խաղաղության նույնիսկ համաձայնագիր չի ստորագրվել, խաղաղություն չկա, ոնց կարելի է խաղաղություն լինել, երբ որ քո թշնամին ամեն օր նոր սպառնալիք է հրճակում քո դեմ եւ մտել է քո սահմաններից ներս, քո հայերները Բաքուի փանդերում են, այսպեսի խաղաղություն հավանաբար աշխարհի պատմության մեջ չի եղել, այն խաղաղությունը, որ Փաշինյանը փորձում է հայ ժողովրդին խաբել, որ համոզել որ խաղաղություն է։ Մենք տեսանք նաև երեք Փաշինյանը ինչպես էր արձագանքում Ալիևի հայտարարություններին, փորձելով ամեն կերպ արդարացնել այդ հայտարարությունները։ Չգիտեմ, եթե կարելի է այստեղ մեկ-երկու ուղղակի մեջբերում անեմ, որպեսզի պարզ լինի։ Ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատելու արգելակները կանգնեցնել։ Չենք ասում, որ պետք է մոռանանք պատմությունը, բայց չպետք է նաև դառնանք պատմության վերարտադրող։ Խնդրեմ։ Այո, ամիսները վերդեսնում ենք մի հատ Փաշինյանը, մյուս անգամ էլ Ալեն Սիմոնյանը անընդհատ արտարացնում են Ադրբեջանի այսպես բանջարդիրությունը Հայաստանի վերաբերյալ եւ իրենք խորինում են զանազան պատճառաբանություններ, որ այո իրենք այսպեսի խոսքեր ասում են մեր հողերի մասին, հա, բայց մենք էլ իրենց հողերի մասին ինչեր ենք ասում, այսինքն անհավատալի, այսպես անոնաշար խոսակցություններ են, ոչ մի ասկային հբարտություն չկա, միան թշնամիին արչև զնգի կալ եւ այո ասել, ցերկու եւ ոտերը համբուրել, այսին անհավատալի է, որ մի հայ ղեկավար, edel անգախ Հայաստանի Հանրապետության ղեկավար, այսպեսի դիրքորոշում ունի, նույնիսկ սովետական շրջանին Հայաստանի կոմունիստ ղեկավարները այսպեսի զիջողական դիրքորոշում երբեք չեն ունեցել։ Շատ ցավալի է։ Պարոն Սասունյան, երեք Փաշինյանը հավասարության Օրբելի ֆորումի ժամանակ իր ելույթում, չգիտեմ, հասցրել եք լսել խոսքը կամ կարդացել եք, հավասարության նշան դրեց Բասարկեչարի եւ Արցախի կամ Կովսականի մասին խոսույթի միջև։ Խնդրեմ, այս մարդը ինչ է ուզում, ավելի նաև խոսում է այն մասին, որ իր կարծիքով վտանգավոր է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի հարցը բերել օրակարգ։ Խնդրեմ։ Այս բոլորը Փաշինյանը անդադ գրտնում է, առաջին անգամը չէ, որտեղ գլխավոր հիմնական պատճառը հետևյալն է, ինքն է պատճառը, որ մենք կորցրել ենք Արցախը եւ գործում ենք մինոր բաներ ամեն օր Հայաստանից եւ ինքը ուզում է այդ գորուստը կողարկել եւ պատճառաբանել, որ հա իրենք այս բաները արել են, բայց մենք էլ այս բաները արել ենք 30 տարի է մենք իրենց հողատարածքը արել էինք, հիմա իրենք էլ ուզում են հակադարձել, մեր հողերը առնել եւ այլն, իսկապես այնքան վիրավորական են այս խոսքերը, որ ովը մեկը որ մի քիչ ասկային հբարտություն ունի եւ սկում է որ ինքը հայ է, չի կարող դիմանալ այսպեսի լգդի խոսակցության զիջողական դեր չեմ ասում դավաճանության։ Հիմա նորից գալով այս կեղծ խաղաղությանը, ինչի մասին իրենք խոսում են։ Հա, իմիջիայլոց, երբ որ Ալիևը ասում է, որ տանկերով չեն գալու, այլ մեքենաներով են գալու, նույն ձև, օրինակ այս իրողությանը անդրադառնալով Ալեն Սիմոնյանը ինքը ասում է, որ օրինակ այդտեղ ինքը չի տեսնում զաղթողական որևէ բան,
հակառակը վերջերս տեսակ Ալեն Սիմոնյանը ասում է ժողովուրդ պատրաստ եղեք ադրբեջանցի պատվիրակներ են գալու Հայաստան, մենք ենք գնալու Ադրբեջան եւ նաեւ ասում է Ալիևի տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել հակառակ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք խոսքը տանկերի մասին չէ խնդրեմ Այո, իրողությունն այն է, որ ազերիները պետք չունեն թանկերով մտնելու Հայաստան, որտեղ թիմացը թիմադրություն չի լինելու, զինված միավորներ չեն լինելու, որ պաշտպանեն Հայաստանը, մարդիկ պետք չունեն թանկերով, պետք չունեն ռմբակոծելու, պետք չունեն մարդ սպանելու, ավտոները կնստեն եւ կմտնեն Երևան եւ այլ քաղաքներ եւ այդ կլինի Հայաստանի վերջը։ Դա շատ բարձ է, այդ է որ ամիսների վեր ուղությամբ գնում ենք եւ անոնք որ գարձում են որ ազերիները հարձակվելու են, ես կարծեմ որ չեն հարձակվելու, մտնելու են Երևան եւ նստելու են Վարշավեդի աթոռը, կամ էլ Վարշավեդը որ այնքան սիրում է իր աթոռը ավելի քան հայրենիքը, կարող են Վարշավեդին առաջարկել, որ ինքը մնա իր աթոռին եւ լինի Երևան կամ Երևան որ ասում են, Երևան վիլայեթի ղեկավարիչ եւ Փաշինյանը մեծ հաջողով այդ նոր պաշտոնը կընդունի առանց ովը մեկ փողոքի։ Հիմա գալով այդ կեղծ խաղաղությանը, որը փորձում են կերակրել հայ ժողովրդին այս իշխանությունները, մանավանդ այդ Թրամփի թղթով, պարզ Ասունյան, ըստ էության Նատանյահուն ցույց տվեց, որ Թրամփի թուղթ ասված է, իրենից ներկայացնում է ներողություն օգտագործված զուգարանի թուղթ, որովհետև նույն այդ թուղթը Նատանյահուն ուներ, բայց տեսանք ինչ արեց եւ ինչպես է շարունակում այս արյունալի պատերազմը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, ինչ է անելու Ալիևը Թրամփի թղթի հետ։ Դժբախտաբար անիմաստ է պարտադել Փաշինյանը Նաթանյահուին կամ ովը մեկ այլ երկրի ղեկավարին, որտեղ բոլոր երկրների ղեկավարները առնվազն փորձում են պաշտպանել իրենց երկրի ազգային շահերը։ Միայն մեկ երկիր կա աշխարհում, որ Հայաստանն է, ում ղեկավարը նույնիսկ չի փորձում պաշտպանել Հայաստանի շահերը, այլ արտարացնում է թշնամի հարձակողական ագրեսիվ խոսությունները եւ պատրաստ է ամեն տեսակի զիջումներին։ Այդ է պատճառը որ հիմա այս ինքալով որ անտատ գրտում է իր ելույթներում խաղաղություն, ինչպես ասացի քիչ առաջ խաղաղություն չկա, նույնիսկ խաղաղության համաձայնագիր չկա եւ ասված իմանում է թե երբ պիտի լինի այդպիսի համաձայնագիր, բայց նույնիսկ եթե այդ համաձայնագիրը ստորագրե Ալիևը մի օր, այդ չի նշանակում որ ովևէ տեսակի վտանգ չկա Ադրբեջանից, որտեղ այդ թուղթը որ ստորագրի, այդ թուղթը ես դուք ասեցիք զոկարանի թուղթի նման է Ալիևի համար, ինքը ոչ մի կարևորություն չի տալու եւ այս բոլոր բաները որ Փաշինյանը անում է, ինքը միայն մեկ նպատակ ունի, որովհետեւ կարողանա ժողովրդին խաբել, համոզելով որ ինքը խաղաղություն բերող ղեկավարն է եւ ասում է որ օպոզիցիան հակառակորդները բادرազմի կողմ են, ինքը խաղաղության կողմ է, բայց ես մի քիչ փոխելու եմ այս գեղձիկը եւ ասելու որ Փաշինյանը կողմ է Հայաստանի գործանման, իսկ օպոզիցիան կողմ է Հայաստանի փրկության։ Նկատի ունեմ, այսինքն այդ Թրամփի թուղթը որևէ երաշխիք չի եւ դա նաեւ ցույց է տալիս Նատանյահուն, որ շարունակում է աղետալի պատերազմը։ Այդպես է։ Այո, օգոստոս 8-ին ամերիկյան կառավարությունը գարզեմ նույնիսկ Թրամփը եւ գրավորել հայտարարեցին, որ այդ Թրամփի ուղին այդ օգոստոս 8-ի հրճակագիրը ասացին, որ բարձ գործարք է, բիզնեսի գործարք է ասացին։ Այսինքն ճանապարհ պիտի սարքեն, փող աշխատեն եւ իրենց նպատակները հասնեն Իրանը անշատեն Հայաստանից եւ իրենք մոդենան Իրանի սահմանին, Ռուսաստանին հեռացնեն Կովկասից, ուրեմն դա գործարք մնե եւ ամերիկյան շահերը հետապնդում են, բայց ովևէ դեղ մի բառ չկա, որ եթե այդ հրճակագիրը կամ ավակայի խաղաղության համաձայնագիրը ազերիները խախտեն, արդյոք
չի կարելի ստայն որ չի կարելի նույնիսկ երևակայել որ ամերիկան նույնիսկ մի ամերիկացի զինվոր ուղարկելու է Հայաստանի սահմանները պաշտպանելու համար այդպեսի բան չկա էսի ռազմական տաշնակիր չէ բարձրապես բիզնեսի տաշնակիր է եւ ո՞ե մեկը որ այդել ամեն օր Փաշինյանը փորձում է խաբել ժողովրդին որ այս համացանցի յետև Թրամփը գա Թրամփի խոստումները կան Թրամփը որպես վկայ է սուակրել այդ բոլորը անիմաստ են նույնիսկ Թրամփը ստեն որ չի հիշում թե այդպեսի բան սուակրել է ինքը շուտով լսանք Եգիպտոսում Շարմ-էլ-Շեյխում նույնիսկ Թրամփը չի հիշեց որ Փաշինյանը ով է ասեց ես անուն Նիկոլ Փաշինյանը ես Հայաստանի վարչապետն եմ ուրեմն էդի Փաշինյանի գերզիկների երկար շարքի մի մասն է անընդհատ խաղաղություն բերում է ամերիկան մեր յետին կանգնել է մեզ պաշտպանելու է բոլոր գերզիկներ են մենք շատ լավ իմանանք որ ամերիկան ոչ մի բան չի անելու Հիմա վստահ եմ հետևում եք նաև Մայր եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող այս կեղտոտ արշավին։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը ըստ էության Մայրաթորը վերջերս հերթական ապտակ ուղղակի հասցրեց այս իշխանությանը իրենց կեղտոտ քայլերին, արձանագրելով, որ Սուրբ Պատարագի անվան տակ իրենք բռնազավթված հովանավանքում սրբապիղծ արարողակարգ են իրականացնում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Այո, ես համաձայն եմ անիշ որ Փաշինյանը անում է եւ այդ գարկալույց կանան, դա սրբաբողջություն է, ոչ մեկ իրավունք չունի այդպեսի քայլեր առնելու եւ բարձրապես Հայաստանի ցարակալական եկեղեցին, որ 1700 տարի ավելի գանկուն է, իրենք փորձում են ապակայունացնել գործանել եկեղեցին, Թեգուզ Փաշինյանը նույնիսկ երազում է որ ինքը կստեղծի մի նոր հայկական եկեղեցի եւ եթե այսպես շարունակի չեմ զարմանա մի օր էլ եթե ասե որ ես եմ նոր կաթողիկոսը առաքելական եկեղեցու ուրեմն երբ որ ինքը մարդը չի կարող Հայաստանի շահերը պաշտպանել հիմա էլ պիտի լինի նաեւ կաթողիկոս որ ծիծաղելի է բայց այս բոլորը շատ վիրավորական են որտեղ նախ Հայաստանի վարչապետը սահմանական օրենքով չի կարող ինքը արգելված է որ միջամտի եկեղեցու ներքին հարցերին եկեղեցին կդարիալ չի ամեն տեսակի հարցեր կան եկեղեցու մեջ բայց դա եկեղեցի ներքին հարցերն են դա Փաշինյանի գործը չի ուրեմն որպես վարչապետ ինքը սահմանությունը խախտում է ինչպես որ ամեն օր խախտում է Հայաստանի զանազան օրենքներ դաշնակներով հարյուրներով էսել խախտում է եւ երկրորդ բանը որ Փաշինյանը չի հիշում որ Հայաստանից առաքելական եկեղեցին միան Հայաստանի եկեղեցի չէ այլ ամբողջ աշխարհի հայության եկեղեցին է եւ կաթողիկոսը ընդրվում է ոչ միայն Հայաստանի պատգամավորների կողմից նաեւ Սփյուռքի պատգամավորներից կողմից եւ ովևէ մեկը Փաշինյան լինի թե Թորոսյան թե Սիմոնյան նույնիսկ իրավունք ունեն խոսելու այդ մասին իրավունք ունեն ոչ մի քայլ առնելու որտեղ իրենք բարձ շատ հերույ են եկեղեցու բայց խոսում են իբր թե հավատացյալ եւ այլն որ լրիվ գերզիկ են ոչ Սիմոնյանը հավատացյալ է ոչ Փաշինյանը ոչ էլ Թորոսյանը ոչ էլ Ռուբեն Ռուբինյանը բայց շահագործում են այս բոլորը որովհետեւ հազար տարվա անրություններին իրենք ասեն որ նայեք եկեղեցին որքան բադ էր մենք բրգեցինք եկեղեցին Հայաստանը բادرազմի շեմին էր մենք խաղաղություն բերենք այսպես շարունակ անընդհատ գերզիկներ միակ լավ բանն է որ Փաշինյանի ռեյտինգը 7 տարի առաջ 82% էր հիմա իջել է 10%-ից մի քիչ ավելի եւ այդ նշանակում է որ ժողովրդի մեծ մասը որ իրեն գույրորեն հետևում էին այդ ժամանակ հիմա արտնացել են եւ տեսնում են թե այս մարդը գերզավոր է սդախոս է եւ պետք է հավատալ խոսքերին հուսամ այդ բոլորը ժողովուրդը չի մոռանա եւ որ գնան հաջորդ տարի կվեադուպին իրենց կվեները դալու
Հիմա նաև շատերն ասում են, որ առաքելական եկեղեցին պետք է ավելի կոշտ արձագանքի, չգիտեմ, ինչ-որ քայլեր պետք է նախաձեռնի, բայց ինչ ունի վեհապարը։ Վեհապարը, չգիտեմ, չունի կուսակցություն չի, կուսակցական չի, որևէ ինչ-որ բան չունի։ Վեհապարի ուժը, վեհապարի զորությունը իր ժողովուրդն է, եւ ըստ էության ժողովուրդը պետք է այս ամենին տեր լինի։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ արդյոք ձեզ բավարարում է Մայրաթորի վեհապարի արձագանքը այս կեղտոտ քայլերին։ Այո, եկեղեցին ոչ բանակ ունի, ոչ պաշտպանության միավորներ ունի, պարզապես իր ունեցածը բարոյական իրավունքն է, կրոնական հեղինակությունն է եւ ժողովրդի չախշախիչ մեծամասնությունը 90%-ից ավելի, որ հայ առաքելական եկեղեցու անդամ են, թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, ուրեմն եկեղեցու հետևորդները դասնյակ անգամներ ավելի բազմաթիվ են, քան թե Փաշինյանի հետևորդները։ Ուրեմն եթե Փաշինյանը մի օր փորձե մտնել Էջմիածին, ժողովուրդը պետք է խորներամ կա եւ իրենց ոչ թե Էջմիածինը պաշտպանում, բայց իրենց գրոնը պաշտպանեն, որովհետեւ իրենք այդ եկեղեցու պատկանում են եւ իրենք պետք չէ թույլ տան, որ ոյ մեկը տշնամություն անի հայկական առաքան եկեղեցու դեմ։ Եվ նաև պարոն Սասունյան, մենք տեսնում ենք, որ այն իրականության մեջ, որ մեր հայրենակիցները դատվում են Բաքվի բանտերում, մեր ռազմագերիները, ռազմաքաղաքական գործիչները Արցախի, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին երեքպարտ, որ Էրդողանին հրավիրել է Հայաստան, Ցորենի համաշնորհակալություն է հայտնում Ալիևին։ Խնդրեմ, սա բարոյականության եւ չգիտեմ, որևէ նորմերի մեջ տեղավորվող իրողություն է։ Ոչ, որովհետև Հայաստանում շնորհիվ Փաշինյանին ամեն ինչ գլխի վար շրջվել է, այդ սորենը, որ ուղարկում է Ալիևը, ոչ թե Փաշինյանը պետք է շնորհակալություն հայտնի, հակառակը Ալիևը պետք է շնորհակալություն հայտնի Հայաստանին, որ թողնում է, որ այդ սորենը հադի Հայաստանի սահմանը եւ գնա Նախիջևան, եւ այսպես շարունակ, այսինքն ամեն ինչ տեսնում ենք շատ աննորմալ իրավիճակ է, ինչ որ անում է Փաշինյանը, ինչ որ ասում է ճշմարտությունը, իրողությունը հակառակն է, բայց այս մարդը այսպես է, միակ ցևը պետք է օրմ առաջ ցերբազատվել, որտեղ ամեն օր որ արթնանում ենք, մի նոր փորձանքի առաջ ենք կանգնում, որ մի օր առաջ չգար, եւ այսպես շարունակ, եւ այսպես չենք կարող շարունակել, որտեղ հայրենիքը մենք կորցնում ենք մի քիչ ավելի ամեն օր, եւ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ պաշտպանի հայրենիքը, հայրենիքի սահմանները, պետությունը, որ զավթել են այս խամաճիկները։ Գալով մեր ռազմագերիներին, այս մասով իրապես մենք ինչ ունենք անելու, Սփյուռքը ինչ ունի անելու։ Well, ինչ որ կարող ենք մենք անել, բայց անշուշտ ամենակարևոր ատուն որ գա, որ պետության մոտ է, բայց պետությունը չի օգտագործում իր միջոցները, ինչի համար, որտեղ շատ բարձ է, որտեղ Փաշինյանը չի ուզում, որ Ռուբեն Վարդանյանը եւ մյուսները Արայիկ Հարությունյան, Պակոս Սահակյան բանդից դուրս կան Երևան, Փաշինյանը մտածում է, որ այս մարդիկ գալով են Երևան գալ եւ իրենք գլխի փորձանք կլինեն եւ մրցակից կլինեն հաջորդ ընտրություններին եւ ինքը Փաշինյանը ուրախ է, որ այս մարդիկը մնում են բանդում եւ հիմա որ դադը ավարտվել է Հայդար Արարյանի ազերիները, հիմա նայենք թե ինչ քանի տարի, քանի դասնամյակ բանդարգություն պիտի դան այդ քերիներին եւ Փաշինյանը շատ ուրախ կլինի, եթե Հայդար Արարյան ազերիները, որ այս մարդիկը դասնյակ տարիներ մնալու են Ադրբեջանի բանդին։ Այսինքն ինքը ոչ միայն ոչ մի բան չի անում, որ օգտակար լինի, որ դուրս կան բանդից, այլ ամեն ինչ անում է, որ այդ մարդիկ բանդի մեջ մնան եւ երկար մնան եւ ինչպես տեսանք անցյալ տարի իր մամլո ասուլիսին, կարծեմ անցյալ տարվա օգոստոսին էր, եւ որ մի անգամից ինքը առանց որևէ ժուրնալիստ հարցում արցնելու ասեց ով Ռուբեն Վարդանյանին ուղարկել է Արցախ, ինչի համար ուղարկել են
ինչի համար եկել է ինքը, ինչ անելու համար, այսինքն ինքը ոչ միայն չի օգնում, այլ այսպեսի գոբիտ հարցեր է մեջտեղծում, որովհետեւ ազերիները այդ հարցերը օգտագործեն, որ ավելի խիստ բադիջ դան Ռուբենին եւ իր ընկերներին։ Շնորհակալություն, պարոն Սասունյան, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մենան սիրով բարի օրձես։